1.5 միլիոն սրբադասված մեր նահատակները կարծես թե ամեն տարի ապրիլի 24-ին ոչ այքան Թուրքիային, որքան մեզ են պատասխանատվության կանչում, մեր միջոցով փորձելով համայն աշխարհին հայկական հարցը հիշեցնել, Արամ այս իմաստով ինչ տեղի ունեցավ Բրյուսելում ապրիլի 24-ին։ Ուրեմն ապրիլ 24-ին առաջ, ապրիլ 23-ին սկսան Բելգիկայի մեջ ելույթները, եւ ցերնարկները, նախ գար, այսինքն 23-ին մի փոքր արարողություն Բրյուսելի Մագդալենա եկեղեցին Իքսելի մեջ, որի հետո հալարշարը եղավ ոմերով մինչև հուշարձանը, որ խաչկարն է Օնրի Միշո հրաբարակի վրա, ունդեղ հուշարձանը գա հայոց ցեղասպանության համար, որ գազագերբած էր Բրյուսելի Նաիրյան երդասարտ ուսանողական միությունը, որում ներկա էին միայն համայնքեն ասենք հայեր։ Բայց փունցերնակները ապրիլ 24-ին սկսավ անշուշտ արդուժամը 10-ին եկեղեցի մեջ դարձյալ արարողությունը, որը հետո դարձել եղավ հայլարշավը, որուն մասնակցեցան զանազան ոչ թե միայն հայերը, այլ զանազան կարևոր կառավարական տեսփանական թեմքեր, օրինակ հայլար։ Ուրեմն սկսելով գային Թուցի միություններ Թուցիներ են կողմէ, թուրքերու կողմէ, օրինակ Անֆո Թուրքը գար եւ Ատուլիե դու Սոլեյը, որոնք իրենք լիբերալ թուրքերու միություններ են, գային քրդական միություններ, հրեական միություններ, որ աջակցած էին մեզի, նաեւ անշուշտ իհարկե Հայաստանի տեսփանը հոներ, բարոն Բալայանը, Պողտեսպանը, բարոն Սարգսյանը, արկորզակալներ եւ Հայաստանի տեսփանեն եւ նաեւ ներկա էր Ամերիկայի տեսփանութենեն կոդերի ժամանակավոր հավատարմադարը նաեւ ներկա էր այս քալարշավին, որ դարձյալ ուղղվեցանք մինչեւ Խաչկարը Իքսելի, որ հուշարձանն է եւ հոնդեղ դեղի ունեցավ Զարգեբեսակներու զեդեղումի արարողություն եւ հոնդեղ շատ մարդիկ խոսք կարին։ Նաեւ ներկային այդ ասենք Ֆերնարգին շատ բարձրաստիճան դեղական քաղաքական թեմքեր, նախ բոլոր Իքսելի կոմունի, որ իրենց քաղաքապետարանն է, այսինքն Իքսելի քաղաքապետարանը ներկային, ինչպես նաեւ քաղաքապետարանի վեդը Ռոման Դուրիզմը ներկային օրինակ Մարի Լուբոկը, որ հոստեղ կանաչ ֆրանսախոս կանաչ ուսակցության համանախագահն է, Բիդիկար նաև Պետեր Դուրուվերը, որ Բելգիկայի Տաշնային խորհրդարանի նախագահն է, բայց դժբախտաբար վերջին վարյան չկարողացավ մասնակցել, բայց իր դերը եկավ Միշել Դումակտը, որ նաև Տաշնային խորհրդարանի անդամ է, եւ մեզ մոտ շատ մոտ է ինքնալ խոսք կարա եւ շատ լավ խոսեցավ, այսինքն նշելով կարևորությունը, հիշելու ցեղասպանությունը եւ նաեւ գաբ ընելով, ասենք 1915-ի դեպքերուն եւ 2025-23-ի դեպքերուն մասին Արցախի մեջ գաբ ընելով ասելով, որ քանի որ այդ ճանաչման պայքարը Թուրքիան դակավին չէ ընդունած, ադոր պատճառով այս ագահայ էթնիկ զդումի քայլերը կշարունակվին եւ նաեւ գոչ ըրավ մեր Բաքուի մեջ բանդարգված գերիներու մասուն, որ ինքը աշխատի իրենց ազատ արձակման համար։ Խոսք արավ նաեւ բարոն Բալայանը, խոսք արավ Ռոբերտ Ունասյանը, որ Բելգիկայի հայ համայնքի գազագերբության Comité des Arméniens de Belgique նախագահն է եւ այսինքն նաեւ եղավ ինչպես ասի Զարգեբեսագի զեդեղում։ Ինչ տեղի ունեցավ Թուրքիայի դեսպանատան առաջ։ Այո, այդ ավարտից հետո ցույց տեղի ունեցավ Թուրքիայի դեսպանության դիմաց ժամը 2:30-ին, որ գազագերբած էր հայտարարի Բելգիկայի հայտարարի գրասենյակը կորզակցապար հայ հողական տաշնակցության կոմիտեության եւ երիտասարդականին հետ, ինչպես նաեւ հայ դեմոկրատների միության։ Եվ այս ասենք գազագերբությունները բոլորը գազագերբած են այս ցույցը եւ 3 խոսք ասեցավ մի հատ հայերենով, մի հատ ֆրանսերենով եւ մի հատ անշուշտ ֆլամանդերենով։ Գալով քաղաքական հայտարարություններին երկուստեք եւ հայդատի գրասենյակի հայդատի հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից եւ
Բրյուսելի պաշտոնական ներկայացուցիչների կողմից ինչպիսի կոչեր հնչեցին եւ դրանք քաղաքական ինչ բաղադրիչներ էին պարունակում հաշվի առնելով հայ-թուրքական, ադրբեջանական այս հարաբերությունները մեղմ ասած։ Ուրեմն, ինչպես ասի Միշել Դմակը շատ լավ խոսեցավ, ինչպես միշտ ինքը գխոսի թե խորհրդարանի ներս եւ թե սոցիալական մեդիայի վրա, ասելով, այսինքն նախ ոգեկոչելով զոհերի մասին, այսինքն լավ բաներով, եւ անգե հետո շարունակեց իր խոսքը, դարձյալ ասելով, թե ինքը մեր գողքն է, թե ինքը պիտի աշխատի, որ ինչպես ասի քերիների ազատ արձակման աշխատանքին վրա, որ շարունակե աշխատանք խորհրդարանի ներս, որ Բելգիկան ասենք թե շարունակե, ասավ որ ինքը միշտ խոսած է Բելգիկայի արտաքին գործոց նախարարության հետ ակնթով եւ իր շարունակե այդ մեգանել, նաեւ խոսեցավ մեղմացնել Հայաստանի եւ Բելգիկայի միջև հարաբերությունները, այսինքն ընդհանրապես մեզ աջակցական խոսք մներ, ընդ որ մեզի փոխանցեց։ Նշում չեղավ հիմագվա կոնե Միշել Դմակի կողմի իշխանության մասին, ընդհանուր ավելի ասանք ժեներալ խոսք մներ։ Հայաստան-Ադրբեջանի ասամացանակի մասին չեղավ, այսինքն իր կողմը։ Թուրքիայի դեսպանատան առաջացույցը ինչ ընթացք ստացավ, ինչ տեղի ունեցավ, եթե կարելի է մանրամասներ ավելի։ Ուրեմն Թուրքիո դիմացույցը նախ դժբախտաբար 3 շատ վատ օտեր, զորավոր անձրև եւ կամիգար, բայց հագարակ ադոր ունեինք մենք ավոր ասենք հավաքված ումը դեսպանատան դիմաց եւ հոշարցանի դիմաց, որ շատ հատկանշական էր, մասնակցեցանք կոչերով մի կողմից, այսինքն մեկ կողմեն 3 խոսք առնեցավ հայերեն, ֆրանսերեն եւ ֆլամանդերեն, քննադատելու Թուրքիան, ասելով թե իրենք պետք է ճանաչեն ցեղասպանությունը եւ անշուշտ նշելով նաեւ հիմակվա Արցախի մեջի ցեղասպանական էթնիկ զդումի մասին։ Ընդհանրապես բարձ ցույց էր այսինքն գոչերով եւ ասպես խոսքերով։ Մի փոքր ավելացնում, որ ինչ որ շատ հատկանշական էր, ինչպես ասի քիչ առաջ, շատ ոչ հայ գազագերբությունները մեզ միացած էին եւ իրենց մեզ զորակցած էին եւ այդ մեկը շատ լավ է Եվրոպայի մեջ մանավանդ հատկապես Բելգիկան, քանի ինչպես մի քանի շաբաթ առաջ մեր բարոն Կասպարը ցեզ գսեր Բելգիկան մեզ մոտ շատ մոտ է եւ ոչ թե միայն իբր քաղաքական թեմքերով, որ շատ այսինքն Միշել Դմակը գար, Անդրե Դյուբյուսը գար, որ մեր բարեկամական խումբի անդամներ են, նաեւ գար Գոտեն Վան Գոյզենհովենը, որ նորեն սենատոր է ֆրանսախոս ամենազորավոր գուսակցության, բոլորը աջակցած էին մեզի եւ այսինքն զանազան նաեւ հայ համայնքի մեջ դարբեր այսինքն գողմերից եկած մասնակցած էին, որ շատ լավ էր այդ մեկը։